35-ից 40,000 մարդ այսօր երկու նստեցումով է հասնում իր ուզած վայրը։ Այսինքն վճարում է 200 դրամ։ A կետից B կետը հասնելու համար գնում է C հետո B։ Սա էլ է ուրեմն իրականություն։ Հիմա վառելիքն թանկացել է։ Խոսքը դիզվառելիքի մասն է։ Հիշում եք, գազի հետ կապված փորձեցին թանկացնել, էլի մի քիչ աղմուկ աղաղակ արեցինք, իջեցրեցին գները, հիմա դիզվառելիքն են թանկացնում։ Այսինքն դիզվառելիքի թանկացնելն էլ ուղիղ հարվածով խփում է ամենապաշտպան խավին մեր փոխադրողներից, այսինքն ավտոբուսներին, որոնք աշխատում են դիզվառելիքով։ Եթե ուզում ենք տապալել, ամենալավ ձևը սա է։ 30 դրամով թանկացնելը ամբողջ այդ համակարգի համար բավականին մեծ թվեր են դառնում, մեծ ծախսեր են դառնում, այդ ընկերությունները ուղղակի մենք արագացնում ենք, որ շուտ տապալվեն։ Երբ որ հարցը բարձրացնում ես 30 դրամ է թանկացել, 30 դրամը 1 լիտրի դիմաց։ Մեկ մեքենան օրվա վերջում շահագործման վերջում վառում է 50 լիտր դիզվառելիք։ Եթե 1 լիտրը 30 դրամով թանկացել է, 50 լիտրը արդեն 1500 դրամ է կազմում։ 10 մեքենա շահագործման դեպքում։ Եթե 10 մեքենան հաշվենք 30 դրամով, դա անում է մոտավորապես 15000 դրամ։ Մոտավորապես չէ, 15000 դրամ։ Եթե 20 մեքենա է շահագործում տվյալ երթուղում, դա անում է 30000 դրամ։ Մեկ օրը։ Մեկ օր։ Ամսվա վերջին դա կազմում է 900000 դրամ։ Հավելնորդ վճար։ Մոտ 1 միլիոն։ Ինչի հիմա վրա թանկացավ, չգիտենք։ Երբ որ հարցս բարձրացնում չէ, որ ավտոբուսներից օգտվում են նաև տրանսպորտի նախարարության կողմից անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձնավորությունները, քաղաքացիները մեր, որոնք ունեն անվճար երթևեկության անցեքարտեր։ Դա հատուկ խավին է պատկանում, դա զինվորական ծառայողներին, դա մի խոսքով, թոշակառուներին, բոլորին, որ անվճար են երթևեկում։ Դրանց փոխհատուցումը մենք չենք ստանում։ Ինչպես գիտեք, բոլորը այս տարվա մեջ մենակ 2 ամսվա մեջ 2 երթուղի փակվավ։ Համար 69 միկրոավտոբուսը եւ համար 53-ը, որոնք աշխատում են գազով։ Իսկ հիմա դիզվառելիքի խնդիրն առաջ գալի ավտոբուսների հետ կապված։ Քաղաքակիրթ երկրներում աշխատում են դիզվառելիքով։ Ինչի, որովհետեւ ակնհայտ պարզ է, ոչ պայթունավտանգ, ավելի ապահով, չգիտեմ, ամեն ինչը դիզվառելիքով պետք է աշխատի ավտոբուսները։ Եթե փոխարինեն գազի, ինչ է ստացվում։ Այդքան ժողովուրդ ավտոբուսի մեջ ու պայթունավտանգ գնա գա։ Ինչ հետևանք ենք ունենալու։ Դիզվառելիքը թանկացավ, փոխենք գազի, գազը էժանանում է քաղաքացիների համար միկրոավտոբուսների, ավտոգազի վրա դա չի անադառնում, չի էժանանում, որ հարցնում ես ինչու է թանկանում, միջազգային բիրժայում թանկացել է, բայց երբ որ միջազգային բիրժայում էժանանում է, մեր մոտ չի էժանանում։ Գոնե հարկերը, մեր հարկային պարտականությունները պակասացնում, չեմ ասում եկամտային հարկ, դա բացառում է, չեմ պակասացնի, եկամտային հարկը հասկանալի է։ Հաստատագրված վճար կա, Երևան տրանսում գումարած վճարներ կա, մի խոսքով գումարներ կա, որոնք կարելի է պակասացնել, մենք բարելավենք, ներդրում կատարենք, պատրաստ ենք ներդրում կատարենք, պատրաստ ենք հին մեքենաները փոխենք նորով, բայց երբ որ տեսնում ես, որ չգիտեմ, մինուս ես գնում, ո՞ս կփոխես։ Դու խանութդ ապրանք ես լցում ու չի վաճառում, թափում ես։ Ինչը, վերջիդ ինչ անեմ, փակում ես խանութը։ Եթե բանը հասնում է դրան, գնում հրաժարվում ես տվյալ երթուղուց, վсё։ Ընդհանրապես այդքանը գերադասում եք այս անգամ։ Ես ինչ կարող եմ անել, ես չեմ կարող ելնել, չգիտեմ, դրոշակը վերցնել ձեռս, գնամ հրապարակ բողոքեմ, թե սենց չի լինի, սենց չի լինի, սենց չի։ Ձեր չի տալի, ասում են մի աշխատի։ Խնդիր չունեք, ձեր չի տալի, գնում դիմում եմ, գնում չեմ աշխատում։ 130 աշխատող ունեի։ Հիմա 100 հատ գազել տիպի միկրոավտոբուս ունեի, հիմա ունենք 56 հատ։ Այն դեպքում, երբ որ 2002 թվին ես ունեի 15 հատ գազել միկրոավտոբուսներ, 2007-ին ունեի արդեն 100 հատ։ Այսօր մենք պետք է ունենանք Mercedes Sprinter-ներ, Ford Transit-ներ, լրիվ նոր, մենք հետ ենք գնում։ Մենք այսօր արդեն ունենք 56, որից կեսը արդեն, չգիտեմ, խոտանման ենթակա մեքենաներ են։